Տեղահանված արցախցիները կառավարությունից ևս 2 ամիս կստանան առաջնային կարիքների կեցության ծախսերի համար նախատեսված 40,000 դրամի աջակցությունը։ Որպես այդպիսին խոչընդոտներ չկային, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված տարբեր խմբերի մեր հայրենակիցների հետ քննարկումների հանդիպումների արդյունքում որոշվել է անցումային հնարավորություն ստեղծել, որը գնահատվել է, այսպես ասեմ, առաջարկվել է 2 ամիս ժամկետով, մինչև ընդհանուր սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ համապատասխան առաջարկներ ներկայացնելը եւ դրանք քննարկելը։ Ապրիլ եւ մայիս ամիսներին աջակցություն կստանան ոչ թե որոշակի խմբերի մարդիկ, այլ Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված բոլոր անձինք։ Ապրիլի 1-ով, քանի որ դեռ ապրիլ ամսվա վճարման ցուցակները ձևավորված չէին, դա պետք է կատարվեր մինչև մայիսի 10-ը, այնտեղ կներառվեն նաեւ բացի առանձին խմբի անձանցից մնացած բոլոր անձինք։ Այսինքն ըստ էության 2 ամսով միջոցառումը 40,000 դրամ ամսական իրականացնում ենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բոլոր անձանց համար։ Խոսքն ըստ Հարությունյանի 40+10,000 դրամ ծրագրի շահառուների մասին է, նրանց թիվը մոտ 98,000 է, սոցիալական գերատեսչության ներկայացուցիչը հիշեցնում է, կառավարության դեռ 2024-ի նոյեմբերի որոշմամբ այս տարվա հունվար-փետրվար մարտին շարունակվելու էր 40+10,000 ծրագիրը, ամսական 50,000 դրամ աջակցության չափով, ապրիլից հունիս ներառյալ ծրագիրը շարունակվելու էր միայն առանձին խմբի առաջին, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անչափահաս 63 տարին լրացած անձանց կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նպաստ ստացող անձանց համար։ Նրանք հուլիսից դեկտեմբեր կստանան ամսական 30,000 դրամ։ Իսկ այն միջոցառումը, որը ընդունել էինք, նույնպես պետք է սկսեր վճարումները ապրիլ ամսից, վերաբերում էր կարիքավոր անձանց լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության տրամադրմանը, այս միջոցառումն էլ այս փոփոխություններով նույնպես երկարաձգվել է 2 ամսով, այսինքն միջոցառումը կսկսենք ոչ թե ապրիլ, այլ սկսած հունիս ամսին։ Այս ծրագրով նախարարությունը ընդհանուր առմամբ արդեն ստացել է մոտ 12,300 դիմում։ Ծրագրում փոփոխություններ չեն եղել։ Արտակ Հարությունյանի խոսքով ընդհանուր առմամբ վերանայված երկամսյա ծրագրից օգտվելու համար լրացուցիչ դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա։ Որպեսզի մեր հանրությանը պարզ լինի, թե ովքեր պետք է դիմում ներկայացնեն, դրանք այն անձինք են, ովքեր այդ հարթակով ստացել են մերժում դրամական աջակցությունը շարունակելու համար։ Այլ անձինք, ովքեր ստացել են մերժում կոնկրետ առանձին խմբի անձ չհանդիսանալու հիմքով, նրանք նույնպես դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չունեն։ Մնացած անձինք խոսքը շուրջ 400-ից 500 անձանց մասին է խոսքը, ովքեր տարբեր պատճառներով են զրկվել աջակցություն ստանալուց, օրինակ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պատճառով։ Շուրջ 400-500 անձ խնդիր կունենան օրից դիմում ներկայացնելու։ Դիմումները աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կընդունի էլեկտրոնային եղանակով։ Մայա Խաչատրյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։